մենք գնալով մենք տեսելով մեր մայրերին, մեր կանանց, մեր տատիկներին։ Նինո Զբիլնայի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայության գենդերային հավասարության եւ տուրիզմի բաժնում տեղի ունեցավ հանդիպում գյուղի կանանց միջազգային օրվան նվիրված։ Հանդիպմանը հրավիրված էին մունիցիպալիտետի տարբեր գյուղերում ապրող կանայք։ Ներկա էր նաեւ մշակույթի ու սպորտի ծառայության պետը, ով արժևորեց գյուղում ապրող կնոջ դերն ու ծանրաբեռնվածությունը որպես կին։ Աշխարհում 4 կանանցից մեկը ապրում է գյուղում, բայց յուրաքանչյուր այդ գյուղում ապրող կանանցից 2-ից 1-ի վրա այն ամբողջ գյուղական հոգսերն է եւ դաշտավարությունը եւ այգեգործությունը եւ անասնապահությունը, որը հնարավոր է կին անել։ Չնայած շատ դեպքերում կինը կատարում է նաեւ տղամարդու աշխատանքը իր գյուղում։ Այսօր ավելի ճիշտ հոկտեմբերի 15-ին նշում էր գյուղացի կնոջ օրը, որը ոգեկանչում է այն որ կինը գյուղի կինը պետք է լինի միշտ ուշադրության կենտրոնում, քանի որ նրա հոգսը, նրա աշխատանքը, նրա էությունը, նրան որ զբաղվում է ոչ միայն տնային տնտեսությամբ, երեխաների դաստիարակությամբ, դրսի աշխատանքներով, այդ բոլորը պետք է խրախուսվի եւ նկատի առնվի յուրաքանչյուր մունիցիպալիտետից կամ յուրաքանչյուր պետության կողմից։ Ճիշտ այս օրվա ընթացքում այս օրերի ընթացքում մենք ապահովել ենք կանանց յուրաքանչյուրին կարելի ասել ենթակառուցվածքներով, չկա մեր շրջանում որևէ գյուղ, որտեղ ասֆալտապատված չլինի, ջրով մատակարար չլինի կամ գազաֆիկացված, ճիշտ ունենք դեռ գյուղեր, որտեղ դեռ կա այդ հիմնախնդիրը գազաֆիկացման, բայց թե կնոջ հոգսերը մի քիչ ավելի թեթևացնելով մենք տալիս ենք կնոջ հնարավորություն, որպեսզի ինքը զբաղվի կոնկրետ իր ընտանիքներով, երեխաներով, եւ այն որ մենք ունենք բավականին լավ երիտասարդություն, բավականին լավ երեխաներ, ովքեր զբաղվում են իրենց սիրած աշխատանքով, իրենց սիրված սիրելի արվեստով կամ ուր զբաղմունքներով, դա իրենց ծնողների աջակցությամբ է։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, խոսվեց ու քննարկվեց գյուղում առկա խնդիրների, որոնց առնչվում է կինը, առավելությունների ու դժվարությունների մասին։ Չնայած մեր օրերում բավականաչափ բարելավվել են կենցաղային պայմանները, բայց այնուամենայնիվ գյուղում ապրող կնոջ համար մինչդեռ պահպանվում են ավանդույթներ, որոնք նրանց առօրյայի մի մասն են կազմում։ Մեր այսօրվա միջոցառումը նվիրված էր գյուղի կանանց միջազգային տոնի հետ։ Մենք գիտենք, որ կանանց միջազգային տոնը կա մարտի 8-ը, գիտենք, որ ապրիլի 7-ը կա մարտի 3-ը մայրության ու գեղեցկության տոները, բայց պետք է նշել եւ գյուղի կանանց տոնը, քանի որ իրենց հոգսերը շատ են, աշխատանքները շատ են, պետք է նշել ու գնահատել գյուղի կանանց չարչարանքը, աշխատանքը։ Այդ առիթով հրավիրել ենք տարբեր գյուղերից կանայք։ Մեր քաղաքապետարանը շատ է գնահատում այս տոնը, այս կանանց աշխատանքները։ Միջոցառում անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Շնորհավորում եմ բոլոր գյուղի կանանց իրենց տոնեկաբակցությամբ ու ցանկանում առողջություն, հաջողություն եւ ինչ որ ցանկանում են, ինչ որ ցանկություններ ունեն, թող բոլորը կատարվեն։ Հրավիրվածներն իրենց շնորհակալությունը հայտնեցին քաղաքապետարանին նման միջոցառումներ կազմակերպելու, գյուղում ապրող կնոջը արժևորելու համար։ Մենք այսօր մեզ հրավիրել էին մեր մերիայից, որպեսզի ծանոթանանք գյուղի կյանքին, թե ինչպես են գյուղի կանայք աշխատում, նրանց առօրյայի հետ ծանոթանային։ Մենք շատ շնորհակալ ենք իրենց ուշադրության համար, որ ուշադրություն են դարձնում գյուղի կանանց, իրենց ծանր աշխատանքների, իրենք շատ հարցեր մեզ տվեցին, քննարկեցինք, իմացանք գյուղի տանջանքները, իրենց հոգսերը։ Մենք շնորհակալ ենք այսպիսի միջոցառումներ միշտ կազմակերպվեն մեր մերիայի կողմից։ Շնորհակալություն իրենց ուշադրության համար։ Կինը ընտանիքի հենասյունն է։ Նրա ուսերին է հենված ընտանիքի ծանրությունը, ամրությունը։ Ողջունելի է նմանատիպ միջոցառումների հաճախակիությունը։ Նշենք նաև այն, որ քաղաքապետարանի կողմից հրավիրված կանանց հանձնվեցին հուշանվերներ։